Եկեք անկեղծ լինենք, եթե հայտնի գրականագետները, Շեքսպիրագետները երբեմն կատակում են, այնքան կարևոր չէ Ուիլյամ Շեքսպիրը, որքան նրա ստեղծագործությունների մեկնաբանությունները, ապա համաձայն եք, գրեթե նույնը կարելի է ասել Եվրատեսիլի մասին, այնքան կարևոր չէ ինքը երգի մրցույթը, որքան խոսակցությունները դրա շուրջ։ Այդ խոսակցություններից երևի թե ամենատարածվածը։ Դե դա ինչ մրցույթ է, որ միանգամից ասեմ, որ միայն Հայաստանում չեն դրա մասին վիճաբանում, 1982 թվականին Ֆրանսիան հրաժարվեց ներկայացուցիչ ուղարկել Եվրատեսիլին մասնակցելու համար, եւ պաշտոնական պատճառաբանությունը հենց դա էր։ Մենք այն երկիրն ենք, որն աշխարհին տվել է Էդիթ Պիաֆ, Շարլ Ազնավուր, Ժակ Բրել եւ բազմաթիվ այլ հանրահայտ երգիչներ, չենք ուզում մասնակցել այդ ցածրակարգ մրցույթին։ Մեկնաբանները միանգամից սկսեցին հեգնել։ Բա 20 տարուց ավելի մասնակցում էիք այդ մրցույթին, 4 անգամ էլ շահել եք, այդ ինչպես եղավ, որ 2 տասնամյակ պահանջվեց հասկանալու համար, որ մրցույթը ցածրորակ է։ Չգիտեմ, միգուցե ֆրանսիացիները հենց այդ մեկնաբանություններից ամաչեցին, համենայն դեպս հետագայում էլ երբեք նման հայտարարություններ չեն արել եւ շարունակաբար մասնակցել են։ Երկրորդ տարածված մեղադրանքը։ Ինչ որ տարօրինակ երգ են հաղթող ճանաչում, մինչդեռ լավագույնները չեն գնահատում։ Գիտեք, նման բան պնդողները ինչ որ հիմք այնուամենայնիվ ունեն։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ 1958 թվականին իտալացի հայտնի երգիչ Դոմենիկո Մոդունյոն Եվրատեսիլում ներկայացրեց Վոլարե երգը։ Այդ երգը արդեն առաջինն էր ճանաչվել Սանրեմոյի փառատոնում եւ բոլորը համոզված էին, որ Եվրատեսիլում էլ առաջին տեղը ապահովված է։ Բայց չհաղթեց, գրավեց 3-րդ տեղը։ Դրանից հետո այդ Վոլարեն երգում էր ողջ աշխարհը, այն կատարել են Լուչիանո Պավարոտին, Ֆրենկ Սինատրան, Լուի Արմսթրոնգը, Էլլա Ֆիջերալդը եւ բազմաթիվ այլ աշխարհահռչակ արվեստագետներ։ Չեք հիշում մեր բակը։ Նույնիսկ հայկական այդ ֆիլմում է Վոլարեն հնչում մի քիչ ձևափոխված, տոլավե տարբերակով։ Ավելին, ուղիղ 10 տարի առաջ 2005 թվականին Աբբայի Վատերլոյի հետ միասին Վոլարեն ճանաչվեց Եվրատեսիլի ողջ պատմության ընթացքում ամենալավ երգ։ Իսկ ժամանակին ընդամենը 3-րդ տեղն էր գրավել։ Մեր մշտական վիճաբանությունների 3-րդ թեման։ Այսինչ երգ ենք ուղարկում Եվրատեսիլ։ Բա լավ, ավելի հարմար երգ չկար։ Խոսքը ամենևին այսօրվա մասին չէ, անկեղծ ասեք, հիշում եք գոնե մի Եվրատեսիլ, որի նախորդին մենք չվիճեինք այս թեմայով, ես չեմ հիշում։ Ու սա իհարկե մեր ազգային առանձնահատկությունը չէ։ 1987 թվականին Իսրայելը մի երգ էր ներկայացնելու, որին կտրականապես դեմ էր իրենց մշակույթի նախարարը, ասում էր անճաշակ երգ է, ամոթ է, այնքան դեմ էր, որ պարզապես սպառնաց։ Եթե չփոխեք ու հենց այս երգը հնչի Եվրատեսիլում, ես անմիջապես հրաժարական կտամ նախարարի պաշտոնից։ Երևի կռահում եք, թե ինչ կատարվեց, երգը լավ էլ հնչեց, իսկ նախարարը լավ էլ մնաց իր տեղում։ Ասացի կռահում եք, որովհետև ով, բայց գոնե մենք հայաստանցիներս շատ լավ գիտենք տարբեր մակարդակի պաշտոնյաների սկզբունքայնության աստիճանը։ Քանի որ Իսրայելին անդրադարձանք, այսպիսի դրվագ էլ պատմեմ, կարող եք պատկերացնել, որ Եվրատեսիլի մրցույթի այդ դահլիճում նստածներին զգուշացնեն, հանկարծ տեղից չվեր կենակ, կկրակենք։ Երևի չեք հավատում, բայց նման բան եղել է։ Հաստատ հիշում եք, թե ինչ կատարվեց 1972 թվականին Մյունխենում ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկիչները պատանդ վերցրեցին Իսրայելի օլիմպիական թիմի անդամներին եւ նրանց ազատման փորձի ժամանակ պարզապես սպանեցին բոլորին։ Ողջ աշխարհը, մանավանդ Եվրոպան, դեռ այդ ողբերգության տպավորության տակ էր, երբ հաջորդ տարի 73-ին Իսրայելը առաջին անգամ պետք է մասնակցեր Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրատեսիլին։
անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել եւ այո, մրցույթի կազմակերպիչները դալիճում ներկա հանդիսատեսներին խստորեն զգուշացրել էին. ծափահարեք որքան ուզում եք, բայց եթե հանկարծ որևէ մեկը փորձի վեր թռչել իր տեղից, անվտանգության աշխատակիցները կրակելու են առանց զգուշացման։ Ընթացիկ իրադարձություններն ի դեպ հաջորդ տարի էլ ազդեցին Եվրատեսիլի վրա։ Լյուքսեմբուրգում հաղթեց Իտալիան եւ 74-ին մրցույթը բնականաբար անցկացվեց հենց այդ երկրում։ Եվ Իտալիայի իշխանությունները արգելեցին մրցույթի ուղիղ հեռարձակումը իրենց երկրում։ Այսինքն զավեշտական բան էր ստացվել։ Ողջ Եվրոպայում դա հեռարձակվում էր, բայց իտալացիները հնարավորություն չունեին դիտելու։ Ինչու՞։ Հիշում եք, իտալական մի հրաշալի կինոկատակերգություն կար։ Ամուսնալուծություն իտալական ձևով, որտեղ Մարչելլո Մաստրոյանի հերոսը ամեն կերպ փորձում էր ազատվել իր կնոջից, որպեսզի ամուսնանա Ստեֆանիա Սանդրելի հերոսուհու հետ։ Այո, ամուսնալուծությունը Իտալիայում պաշտոնապես արգելված էր, եւ 74 թվականի մայիսին այդ հարցը կողմ է կարծոք, որ պահպանվի ամուսնալուծության արգելքը, դրվել էր հանրաքվեի։ Իսկ հենց նախորդին պետք է կայանար Եվրատեսիլը եւ Իտալիայի ներկայացուցիչը մի երգ պիտի երգեր, որտեղ անընդհատ կրկնվում էր «սի» բառը, «սի»։ Դուք էլ երևի ինձ նման իտալերենից այնքան էլ ուժեղ չեք, բայց հո գիտեք, որ «սի» իտալերեն նշանակում է այո։ Եվ Իտալիայի իշխանությունները մտավախություն ունեին, որ եթե ուղիղ եթերում հեռարձակեն այդ երգը, դա կլինի պարզապես քարոզչություն, այսինքն գնացեք հանրաքվեի եւ ասեք այո այդ արգելքին։ Ոչ ոք չի կարող ստույգ ասել, արդյոք Եվրատեսիլը հեռարձակելու հանգամանքը դեր խաղաց թե ոչ, փաստն այն է, որ իտալացիների մեծ մասը 60%-ը քվեարկեց ամուսնալուծությունը թույլատրելու օգտին։ Ափսոս շատ ժամանակ չի մնացել, էլի բազմաթիվ հետաքրքրական դրվագներ կան Եվրատեսիլի հետ կապված, որոնք պարզապես ստիպված են բաց թողնել, թույլ տվեք միայն մեկը հիշատակել։ 1969 թվականին Եվրատեսիլը Իսպանիայում էր անցկացվում եւ այն ձևավորել էր Սալվադոր Դալին։ Միգուցե դա էր պատճառը, որ մրցույթն էլ մի փոքր սյուրռեալիստական ստացվեց։ Ամենայն դեպս նման բան էլ երբեք չի եղել, անհավատալի է, բայց փաստ։ Միանգամից 4 մասնակիցներ ստացան հավասար թվով ձայներ ու 4-ն էլ հաղթող ճանաչվեցին։ Դե ինչ, եկեք գոնե այսօր մի կողմ դնենք բոլոր վիճաբանություններն ու կասկածները եւ բառից բուն իմաստով անենք մեր ձեռքից եկածը, որպեսզի մերոնք հաղթեն։ Էլ անիմաստ հարց չեմ տալիս, հոդեմ չեք